Նաև միայն, այսինքն սրան միացած են աշխարհի 200-ից ավել երկրներ, ամենախոշորներից մինչև ամենափոքրերը։ Շատ լավ։ Այլ հարցեր չունենք, ելույթներ չունենք, ավելացնել բան եք, պարոն Գեորգի։ Ոչ, շնորհակալություն։ Քվեարկենք հետև հարգելի գործընկերներ, ովքեր են կողմ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի լրացումը վավերացնելու մասին հարցին կողմ, դեմ ձեռնպատ չունենք եւ ովքեր են կողմ, որպեսզի հարցը ներառվի առաջիկա նիստերի օրակարգ, ելի միացեն կողմ, հարակից զեկուցող կարծում եմ պարոն Ղարամանյանը հաճույքով կզեկուցի այս հարցը եւ մենք քննարկում ենք հաջորդ հարցը կառավարության կողմից ներկայացված հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է, այս նախագծին վաղուց ենք սպասում ազգային ժողովում, պարոն Պողոսյանին էլ շուտ բանից մեր հանձնաժողովում չենք տեսել, հիմնական զեկուցողը ֆինանսների նախարար տեղակալ Արման Պողոսյանն է, խնդրեմ պարոն Պողոսյան։ Շնորհակալություն, հարգելի պարոն Թունյան, հարգելի ներկաներ։ Իրապես այս նախագիծը գործարար շրջանակների կողմից շատ սպասված նախագիծ է, այն իմաստով, որ նախագծի ընդունումը մեծապես նպաստելու է մեր վերամշակող արդյունաբերության կարևոր ճյուղերից մեկի ոսկեգործության եւ ադամանդագործության ճյուղերի զարգացմանը։ Նախագծի նպատակը նշված ոլորտների զարգացման համար հարկային արտոնյալ միջավայրի ձևավորումն է, մասնավորապես նախագծով նախատեսվում է վերանայել ոսկուց եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների ավելացված արժեքի հարկով հարկման կանոնները եւ սահմանել արտոնյալ կանոններ։ Գործող օրենսդրության համաձայն, թեև ոսկու եւ թանկարժեք քարերի օտարումը ազատված է ավելացված արժեքի հարկից, այդուհանդերձ, երբ դրանց օգտագործմամբ ստեղծվում է, արտադրվում է ոսկյա իր, ապա այդ ոսկյա իրի օտարումը ընդհանուր սահմանված կարգով ենթակա է ավելացված արժեքի հարկով հարկման։ Վերջնարդյունքում փաստացի ստացվում է, որ ոսկյա զարդի պատրաստման համար օգտագործված ոսկին եւ թանկարժեք քարերը առանձին վերցրած լինելով ավելացված արժեքի հարկից ազատված հումքատեսակներ հարկվում են ի վերջո ավելացված արժեքի հարկով։ Ընդ որում հասկանալիորեն հատկանշական է այն, որ ոսկու եւ թանկարժեք քարերի արժեքը հաճախ կազմում է այդ ոսկյա զարդի պատրաստվածքի արժեքի հիմնական մասը, քանի որ դրանք բարձրաժեք հումքեր են։ Այս պարագայում հիմնական ախտորոշված խնդիրն այն է, որ երբ ոսկեգործությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները իրենց իրացման շրջանառությամբ հատում են ավելացված արժեքի հարկի շեմը, այսինքն տարեկան իրացման շրջանառության 115 միլիոն դրամի սահմանագիծը, նրանց ապրանքի գնին ավելանում է ավելացված արժեքի հարկ, որը այլ հավասար պայմաններում արտադրանքը դարձնում է ոչ մրցունակ, եւ երկրորդ խնդիրն այն է, որ այդ դեպքում նկարագրված իրավիճակում էականորեն անհավասար պայմաններում են հայտնվում շուկայում միևնույն ապրանքը առաջարկող տնտեսավարող սուբյեկտները։ Մեկը այդ ապրանքը ստիպված առաջարկում է ավելացված արժեքի հարկով, մյուսը առանց դրա, իսկ այս դեպքում տարբերությունը շատ մեծ է։ Մյուս կողմից հատկանշական է այն, որ ոսկին եւ թանկարժեք քարերը առանձնահատուկ հումքի տեսակներ են։ Այն իմաստով, որ երբ որ դրանք մեկ անգամ օգտագործվում են որևէ ոսկյա պատրաստվածք պատրաստելու համար, դրանք որպես հումք չեն դադարում գոյություն ունենալ, որովհետև շատ հաճախ, ասենք, ոսկյա մատանին կարող է ձուլվել, դրանով կարող են այդ հումքով մեկ այլ մատանի պատրաստել կամ շղթա պատրաստել եւ այլն, այսինքն այս առումով ոսկին եւ թանկարժեք քարը առանձնահատուկ հումքեր են եւ նրանք մի քանի անգամ կարող են մասնակցել ապրանքների արտադրության եւ վաճառքի արժեշղթային, բայց հասկանալիորեն ամեն անգամ այդ արժեշղթային մասնակցելով իրենք նորովի չեն ստեղծվում, այսինքն տնտեսության մեջ ամեն անգամ նոր արժեք չի ստեղծվում, որ ամեն անգամ մենք հավակնություն ունենանք այդ նոր արժեքը ավելացված արժեքի հարկով հարկինք։ Նոր արժեքը միայն
ըստ էության աշխատանքի տեսքով է եւ շահույթի տեսքով է, որը որ ներառված է այդ ոսկյա ապրանքի գնի մեջ։ Հետևաբար յուրաքանչյուր անգամ այդ հումքի արժեքը ավելացված արժեքի հարկով հարկելը արդարացի չի լինի։ Այս հանգամանքները հաշվի առնելով երկու առանձին արտոնյալ կարգավորումներ են առաջարկվում, մի դեպքում ոսկյա իրեր արտադրողների համար, մեկ այլ դեպքում ոսկյա իրեր վերավաճառողների համար, որտեղ հաճախ դրանք տարբեր դերակատարներ են, այսինքն մի մասը զբաղվում է արտադրությամբ, մի մասը վերավաճառքով, իհարկե կարող է նաև նույն տնտեսավարող սուբյեկտը զբաղվել եւ արտադրությամբ եւ իր արտադրանքի վաճառքով։ Հիմա որն է այդ արտոնյալ կանոնը։ Արտադրողների համար ասում ենք, որ ավելացված արժեքի հարկը կհաշվարկվի ոչ թե ոսկյա իրի արտադրանքի ամբողջ գնի հաշվով, այլ դրանից նվազեցնելով նշված երկու հումքերի արժեքը, ոսկու եւ թանկարժեք քարի արժեքը, եւ ըստ էության միայն նոր ստեղծված արժեքը, նոր ավելացված արժեքը, որը աշխատանքն է եւ շահույթը, ենթակա կլինի ավելացված արժեքի հարկով հարկման, իսկ բոլոր այն դեպքերում, երբ որ վերավաճառողը տարբերվում է արտադրողից, վերավաճառողի համար էլ ասում ենք, որ քեզ համար ավելացված արժեքի հարկով հարկման բազա կլինի ոչ թե քո կողմից նշանակված վաճառքի վերջնական գինը մանրածախ ցանցում, այլ այդ գնի եւ արտադրողին վճարված գնի տարբերությունը, այսինքն ըստ էության վերավաճառքի փուլում ստեղծվող նոր արժեք, այո, առևտրային վերադիրը։ Մենք համոզված ենք, որ այս փոփոխությունները մեծապես նպաստելու են այս ոլորտների զարգացմանը, որովհետև այս առաջարկը մենք արդեն բավական ժամանակ առաջ ստացել ենք ոսկեգործության եւ ադամանդագործության ոլորտի մեր տնտեսավարող սուբյեկտներից որպես հավաքական առաջարկ, այսինքն սա շատ կարևոր է, որ սա հավաքական առաջարկ է այն իմաստով, որ ոչ թե սպասարկում է ինչ-որ խմբերի, ինչ-որ արտադրողների կոնկրետ շրջանակի, այլ առհասարակ, որովհետև եթե անկեղծ լինենք, իրացման շրջանառության ծավալների իրական մեծությունների հայտարարագրման պարագում շատերն են հատելու ավելացված արժեքի հարկի շեմ, որովհետև ոսկյա զարդերը բարձրարժեք ապրանքներ են, ոսկին էլ վերջին շրջանում անշեղորեն թանկանում է եւ հետեւաբար եթե իրացման շրջանառության իրական ծավալների մասին ենք խոսում, շատերը պետք է որ հատեն իրացման շրջանառության այդ 115 միլիոն դրամի սահմանագիծը։ Այս առումով կարող ենք արձանագրել նաև, որ նախագիծը քննարկված է ոլորտի տնտեսավարող սուբյեկտների կողմից, շատ սպասված է այս շրջանում եւ թերևս այդ հանգամանքը հաշվի առնելով պարոն Թունյան կառավարությունը խնդրում է, որ անհետաձգելի ռեժիմով քննարկվի, հաշվի առնելով, որ էականորեն բարելավող քաղաքականություն է, նախագիծը հղկված է բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկված է եւ եթե նման հնարավորություն տրվի շնորհակալ կլինենք այդ պարագայում կարողանանք նախագիծը կիրառության մեջ դնել 2026 թվականի հուլիսի 1-ից շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Պողոսյան, համ նախագծի մշակման համար, համ ներկայացնելու համար։ Իրականում արդեն իսկ մենք հիմա անհետաձգելի ռեժիմի մեջ ենք, որովհետև երկու շաբաթ առաջ, կարծեմ թե 3 շաբաթ առաջ նախագիծ եկել ազգային ժողով, եթե ճիշտ եմ հաշվում, մենք առաջիկա քարորային սա առաջին ընթերցում կընդունենք, երկրորդ ընթերցումը ամբողջությամբ ընդունումը կլինի արդեն երևի մայիսի կեսերին, ապրիլի վերջին, այսինքն ապրիլի վերջ մայիսի սկիզբ նախագիծը ամբողջությամբ ընդունված է լինելու, այդ առումով այդ ժամկետերի մեջ կտեղավորվենք։ Ես ուղղակի զուտ, որպեսզի մեզ լսողների համար ավելի պարզ լինի, ես ձեր ասածը մի հատ փոքր օրինակով էլի փորձեմ, եթե կսխալվում, խնդրում եմ ուղղել։ Ենթադրենք ոսկյա զարդա, որը պատրաստելու համար ծախսվել է 100,000 դրամ։ Եվ այդ 100,000 դրամի մեջ մտնում են թե ոսկին, թե թանկարժեք քարերը։ Եվ այդ ոսկյա զարդը վաճառվում է, ենթադրենք 150,000 դրամով։ Հիմա մեր ներկայիս կարգավորումներով այդ 150,000 դրամի վրա մի հատ պետք է 20% ավելացված արժեքի հարկ գումարել եւ 150,000 դրամը կդառնա 180,000 դրամ, այսինքն 30,000 դրամ ավելացված արժեքի հարկ։ Հիմա այս կարգավորումով մենք այդ հումքի եւ ոսկու եւ զարդերի քարերի արժեքը հանում ենք, այն 100,000-ը հանում ենք
եւ ավելացված արժեքի հարկը կիրառվում է 50,000 դրամի վրա, ճիշտ հասկացա, եւ ստացվում է, որ 30,000 դրամ ավելացված արժեքի հարկի փոխարեն 10,000 դրամ է լինում։ Այո, պարոն Թունյան, ըստ երևույթին օրինակը վերաբերում էր արտադրողին։ Արտադրողի պարագայում, այո, ավելացված արժեքի հարկով հարկման բազան լինելու է իր վաճառքի գնի եւ ոսկու ու քարի արժեքի տարբերությունը։ Իհարկե ես այստեղ մի կարևոր դրվագ բաց թողեցի, օգտվելով առիթից թույլ տվեք դա լրացնել։ Օրենքում նախապայման է առաջարկվում, որ այդուհանդերձ այդ եղանակով որոշված հարկման բազան, եթե հանկարծ կպարզվի, որ վաճառքի գնի, արտադրողի վաճառքի գնի 10%-ից ցածր է, որպես նվազագույն բազա հիմք է ընդունվելու 10%-ը, որովհետև հակառակ պարագայում վարչարությունը եւ հարկային հաշվառումը կարող է շատ բարդանալ եւ տնտեսավարող սուբյեկտների եւ հարկային մարմնի մոտ եւ նաեւ ունենալու համար որոշակի խելամիտ հարկման բազայի երաշխավորված մեծություն առաջարկվել է այս 10%-ը պահպանել ձեր օրինակում, եթե 150,000 դրամներ արտադրողի գինը, 10%-ը 15,000-ն է, քանի որ 15,000-ը էականորեն փոքր է 50,000-ից, ապա 50,000-ը կլինի հարկման բազա։ Եթե օրինակը փոխվի այնպես, որ օրինակ 150,000 դրամ վաճառքի գնի դեպքում 140,000 դրամը լինի ոսկու եւ թանկարժեք քարի գինը, տարբերությունը կլինի 10,000, որը սակայն 150,000-ի 10%-ից փոքր է, հիմք կընդունվի նվազագույնը 150,000-ի 10%-ը, որը տվյալ դեպքում 15,000-ն է։ Սկզբնապես այս սահմանաչափը կառավարությունը մի փոքր ավելի բարձր էր առաջարկել, բայց ոսկեգործության ոլորտի մեր տնտեսավարող սուբյեկտները կառավարությանը համոզեցին, հիմնավորեցին, որ հաճախ այդ նոր ստեղծված արժեքը ցածր է, հատկապես այն ոսկեգործական արտադրանքի պարագայում, որի արտադրության համար թանկարժեք քարեր չեն օգտագործվում, օրինակ շղթաների պարագայում, եւ մենք մեր կարծիքով ընտրել ենք մի այսպես ոսկե միջին 10%-ը, որը մի կողմից երաշխավորում է հարկման նվազագույն բազաները, մյուս կողմից տնտեսավարող սուբյեկտների համար ապահովում է գործունեության շատ լավ միջավայր։ Շնորհակալություն։ Այսինքն ըստ էության մենք մարժայի ինչ-որ մինիմալ չափ ենք սահմանում հարկման տեսանկյունից, ինչը կարծում եմ նորմալ է, որովհետև եթե մենք խոսում ենք հիմա ոսկերչության ոլորտի զարգացման մասին ու իրականում մենք էլ ենք այդ ազդակները ստացել օրինակ տարբեր ընկերություններից եւ վաճառողներից եւ արտադրողներից, որ այս փոփոխության արդյունքում մենք ունենալու ենք ոսկեգործության ոլորտի զարգացում, ընդհանուր բրենդային անգամ որոշակի արտադրատեսակների կտրուկ աճ, իսկ ես ենթադրում եմ, որ կան ոսկեազարդեր, որտեղ որ իրենց արժեքը ոչ թե անգամներով, այլ տասնյակ անգամներով կարող է գերազանցի հումքի արժեքին, այսինքն ավելի շատ պիտի կատարված աշխատանքը հարկվի եւ եթե այդ կատարված աշխատանքը ընդհանուր արժեքի 10%-ից քիչ է, այդ նշանակում ըստեյության գործ ունենք մենք ձուլակտորի արքու վաճառքի հետ, էլի փաստացի ստացման շեղվում ենք բանից։ Այո, պարոն Թունյան, շատ ճիշտ նկատեցիք, այսինքն եթե խոսքը ստեղծագործական աշխատանքի մասին է, եթե հայկական ծագման ոսկեգործական արտադրանքի բրենդի ինստիտուտի կայացման մասին է, այդ նոր ստեղծված արժեքը ենթադրում է, որ ավելին պետք է լինի, քան այդ 10%-ը, եւ այս նախագծի ընդունմամբ իհարկե այս արտոնյալ միջավայրը ձևավորելով կառավարության ակնկալիքն այն է, որ նախ իրացման շրջանառության իրական ծավալները հայտարարագրվեն, այնուհետ հումքի ձեռքբերման գործարքները ամբողջ ծավալով փաստաթղթավորվեն, որովհետև այս դեպքում արդեն արտադրողները շահագրգիռ են իրենց ավելացված արժեքի հարկով հարկման բազան նվազեցնելու համար հայտարարագրել եւ փաստաթղթավորել հումքի ձեռքբերման իրական ծավալները, որպեսզի դրա հաշվին ավելացված արժեքի հարկով հարկման բազան նվազի եւ ձեր օրինակը եթե մի փոքր էլ շերտեր բացենք, պարոն Թունյան, իհարկե պարզության համար դուք նշեցիք, որ 100,000 դրամ ծախսեր, մենք էլ դա դիտարկեցինք որպես ոսկու եւ թանկարժեք քարի ծախս, իհարկե այնտեղ կարող են լինել նաեւ այլ ծախսեր, օրինակ աշխատավարձային ծախսեր, չգիտեմ, հոսանքի ծախս եւ այլն։ Հարկման բազայից մենք նվազեցնում ենք միայն ոսկու եւ թանկարժեք քարի, այո, մնացածը, այո։ Շնորհակալություն։ Լավ, ձեզ մի րոպե հեսա պարոն Աղազյան,
Իրականում այս հարցերը մենք մի քանի տեղով էինք ստացել, կհիշեք, երբ որ մենք կատարում էինք շրջանառության հարկի դրույքաչափի փոփոխությունները, ոսկերչությամբ զբաղվողները այս հարցը առաջ էին բերել, որից հետո գործարարների ակումբներում տարբեր հանդիպումների ժամանակ էլ այս խնդիրը առաջ են քաշել, այս առաջարկումը մենք մեր համար մի հատ հենց ժամանակահատված ֆիքսենք հուլիսի 1 ու մի հատ հուլիսի 1-ից կանցնի մի որոշ ժամանակահատված, չգիտեմ, 6 ամիս կամ 1 տարի, հիշենք ու հետ գանք մի հատ այս փոփոխությանը ու տեսնենք ինչ է տեղի ունեցել ու որտեղ ցավոք սրտի մեկ-մեկ ունեցել ենք դեպքեր, երբ որ կոնկրետ գործունեության տեսակների թույլ զարգացումը կամ կանգը պայմանավորել են հարկային բաներով, օրինակ trade-in-ի համակարգը կամ գյուղ կոոպերատիվների զարգացումը, մենք այդտեղ փոփոխություններ արել ենք, հետո տեսնենք ոչ մի բան չի փոխվում, հետո պարզվել է էլի փոփոխություններ պիտի անենք, մի հատ հիշենք այս մասը, քանի որ շատ երկար է քննարկվել, մի հատ հետահայաց անպայման այս հարցին, բայց չենք բռնի էլի նույն բառն անենք, ուղղակի հասկանանք, թե կարող է ուրիշ խնդիր կա այդտեղ, իմ կարծիքով այդտեղ հարկերից բացի հարգորոշման խնդիրներն ու մնացած բաները պակաս դեր չեն խաղում։ Խնդրեմ, պարոն Ծիրունյան, հետո պարոն Աղազյանը հարցի համար։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան։ Ինձ հետաքրքրում է երկու հարց։ Մենք ոսկեգործություն ասելով սրա մեջ մտնում են նաև թանկարժեք մետաղների այլ տեսակներ, մենք մենակ ոսկու մասին է խոսքը, թե արծաթ, պալադիում, մնացած մետաղների եւ երկրորդ հարցս վերաբերում է հենց ոսկու գինը միշտ հայտնի է, ասենց ասած, ինքը բորսային արժեք ունի մետաղների, բայց թանկարժեք քարերը, ասենք կարող է արտադրող լինի, քարի հումքը բերի, հենց ասենք ադամանդի հումքը բերի եւ ստանա X արժեքից 1000x արժեք ունեցող նույն չափի քար, ինչպես ենք այս արանքում այդ թանկարժեք քարերի արդյոք կարող են օգտվել այդ հանգամանքից էժանացնել գինը քարի, բայց քարի գինը ինչպես է որոշվել, թանկարժեք քարերի մեջ է հարցը երևի ավելի, որ կարող է մի քիչ անհասկանալի լինի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Սիրունյան, մենք նշված կանոնը, այսինքն հարկման բազան որոշելու առումով հիմք ենք ընդունելու ձեռքբերումները հիմնավորող փաստաթղթերում նշված գները։ Ի վերջո, եթե ոսկեգործությամբ զբաղվողը ոսկին ձեռք է բերել, քարը ձեռք է բերել, մենք հարկման բազայից այդ նվազեցումները կատարելու համար հաշվարկային փաստաթղթերն ենք հիմք ընդունելու, որտեղ նշված են նաև գներ։ Եթե արժեշղթան այնպիսի տրամաբանությամբ է կազմված, որ ոչ թե ադամանտն է ձեռք բերված, այլ հումքն է ձեռք բերված, որից մշակվել ստացվել է ադամանտ, ապա այս դեպքում էլ դա խոչընդոտ չէ եւ ստացվում է, որ ադամանտի արժեքը, որը որ փաստաթղթավորված է, որովհետեւ այսպես թե այնպես հարկման բազայից նվազեցում կատարելու համար հաշվարկային փաստաթղթեր են պետք։ Շարունակեմ էլի, օրինակ, պարոն Պողոսյան, ենթադրենք, թե արտադրողը ձեռք է բերել 100 գրամ ոսկի եւ ասենք 10 հատ քար ու ինքը արտադրել է 3 հատ մատանի վաճառել է ու օգտագործել է օրինակ այդ հումքի կեսը։ Հիմա մենք ամեն մատանու համար տենց հաշվարկ ենք անելու, հասկանանք, որի վրա հումքի մասը ինչքան է, քարերի մասը ինչքան է, այդ process-ը ոնց է տեղի ունենալու։ Շատ լավ հարց եք տալիս իրականում պարոն Թունյան, եւ սա այն հնարավոր հաշվառման ու վարչարական բարդություններն են, որի պատճառով ավելի շուտ չենք բերել այս նախագիծը եւ մենք բնականաբար այդ դժվարությունները որոշակի հաշվառման առումով դժվարություններ աչքի առաջ ունեցել ենք եւ այս ընթացքը օգտագործել ենք գնահատելու համար, թե ինչպես ենք նման իրավիճակներում վարվելու, քանի որ ոսկյա զարդը ինքնին նաեւ հատուկ ապրանք է, որը հարգորոշվում է, որի վրա նշվում է պիտակի վրա քաշը, գրամով արտահայտված քարի բնութագրիչները եւ այլն եւ սրանք մի դեպքում բորսայական, մի դեպքում հեշտ գնորոշվող ապրանքներ են, մեր տպավորությամբ ընդհանուր նկարի մեջ հնարավոր է այս վարչարությունը իրականացնել եւ այս հաշվառումն իրականացնել, իհարկե սա հարաբերականորեն նորույթ է մեզ համար, սկզբնական շրջանում գուցե մի քիչ ջանք պահանջվի, որպեսզի կարողանանք ճշգրտորեն որոշել հարկման բազաները, բայց կշեռքի մյուս նժարի դրված է շատ ավելի կարևոր բան այս վերամշակող արդյունաբերության այս երկու կարևոր ճյուղերի համար շատ նպաստավոր հարկային միջավայրի ձևավորումը։
Եվ մենք հանձնառու ենք ջանք գործադրել, որպեսզի նոր առաջարկվող կանոնները հեշտությամբ կիրառվեն եւ կանխատեսելի միջավայր ձևավորեն, այսինքն չլինի այնպես, որ սխալվեն, դրանք ունենան հետևանքներ եւ այս կանխատեսելի միջավայր լինի այս ոլորտի համար։ Շնորհակալություն։ Ճիշտ տող հարցել, այսինքն մատանին վաճառվում է, մատանու վրա գրած է ինքը քանի գրամ է, ինչ հարգի ոսկի է, եւ եթե վրան քար կա, ինչ քար է, քանի կարատ է եւ այլն։ Ֆիզիկական տվյալները հայտնի են։ Գինը դուք որոշում եք իր ձեռքբերման գնի վրա, այսինքն ոչ թե այդ պահին բորսայում ոսկու գինի ինչքանա կամ քարի գինը շուկայում ինչքանա, ճիշտ ասած։ Այո, ձեռքբերման հիմք ունենալով փաստաթղթավորումը, որտեղ նաև գին կա նշված ու բնականաբար այդտեղ կարող են տեսակարգաշիրներ կիրառվել, որովհետև ձեր օրինակը շատ լավն էր։ Ձեռք է բերել ենթադրենք ինչ որ հումքի զանգված, որով տարբեր արտադրանքներ են արտադրել, մի մասը դեռևս չի օգտագործվել։ Ու մենք դիցուկ գիտենք, որ այս արտադրանքի համար օգտագործվել է այսքան քաշով հումք, տեսակարգաշիրներով հնարավոր է որոշել, թե որքան ծախս է կատարվել այդ հումքի գծով։ Մետաղներին չենք անդրադարձել, գուցե իրավակիրառ պրակտիկան որոշակի ժամանակ հետո հուշի, որ մնացյալ թանկարժեք մետաղներին էլ պետք է անդրադառնալ այս պահին, քանի որ այո, ըստ էության, բայց քանի որ ավելի բարձրաժեք ու պրակտիկայում շատ կիրառվողը ոսկին է, առաջարկում ենք, որ ոսկուց սկսենք այս կանոնի կիրառությունը։ Բոլոր ոսկյա զարդերը այս իմ նշած մետաղների խառնուրդներ են, ըստ իմ իմացած տվյալների։ Բայց այդ մետաղը մեկը միշտ գոյություն ունի եւ արվեստի գործեր են ստեղծվում, ասենք, սպիտակ մետաղից ավելի շատ է լինում։ Ավելի ճիշտ չէ լինի այս երկու մետաղն էլ համարել թանկարժեք մետաղ մտցնել այս օրենքի։ Քննարկել ենք, պարոն Սիմոնյան, կարող ենք շարունակել քննարկել։ Մեր առաջարկն այն է, որ քանի որ կանոնները նոր են, սկսենք ոսկուց, այնուհետ կհասկանանք, եթե հաջողությամբ կարողանում ենք կիրառել եւ եթե կա հետաքրքրվածություն նաեւ այլ թանկարժեք մետաղների մասով, գուցե մտածենք նաեւ այլ մետաղների մասին։ Պարոն Սիմոնյան ասած տրամաբանությունը պարզ է, բայց ոնց հասկանում եմ, վերջնական ձևավորվող ավելացված արժեքի հարկի մեջ խոշոր կտորը դերակատարումը ունենում են ոչ թե արծաթե, այլ հենց ոսկին, այսինքն ոսկին է հարկ գեներացնող գլխավոր մեղավորը։ Խնդրեմ, պարոն Աղազարյան։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան, փաստորեն իմ հարցը նախորդ հարցերի տրամաբանական շարունակությունն է։ Եթե ճիշտ հասկացա, ոսկին եւ թանկարժեք քարերը ավելացված արժեքի հարկով չեն հարկվում։ Հետևաբար այստեղ չի առաջանում ռիսկ չարաշահումների, ասենք, թղթեր բերել, որ թանկ են առել, եւ այս իմաստով, որպեսզի չարաշահումներից խուսափելու համար եւ նաեւ վարչարարությունը հեշտացնելու համար ավելի լավ չէ մի փոքր ավելի խորը հաշվարկ կատարել եւ 10%-ը դարձնել 13.5%, դարձնել 15% օրինակի համար ու քաշվել մի կողմ։ Պարոն Աղազարյան, իհարկե ձեր մտահոգությունը նկատվել է եւ հենց այդ պատճառով առիթ եղավ ասելու, որ սկզբնապես այդ նվազագույն բազայի մեծությունը կառավարությունը առաջարկում էր ու ամեն դեպքում ֆինանսների նախարարությունը ոչ թե 10%, ոչ թե ձեր ասած 13.5 կամ 15, այլ 25%։ Բայց հետո ոլորտի հետ քննարկումներում բավական համոզիչ փաստարկներ են ներկայացվել մեզ այն մասին, որ շատ դեպքերում այդ վերադիրը մինչև 2% է, 3-4% է, օրինակ, եթե թանկարժեք քար չի օգտագործում, այլ մասսայական արտադրություն, օրինակ շղթաների, այս դեպքում 10%-ից էլ ցածր կարող է լինել։ Եվ մենք ընտրել ենք այսպես միջինացված տարբերակ, համարելով, որ արտադրողը ունի դիվերսիֆիկացված արտադրանքների ցանկ, մի դեպքում դա կլինի 4%, մի դեպքում կլինի 15%, բրենդային ապրանքների դեպքում էլ գուցե լինի 30-35%։ Ամեն դեպքում համարել ենք, որ 10-ը կոնսենսուսային է, եւ նաեւ մի հանգամանք էլ պետք է հաշվի առնել, որ այսօր մենք ոսկեգործության ոլորտից փաստացի շատ քիչ ավելացված արժեքի հարկ ենք հավաքագրում, որովհետեւ գործարքների իրական ծավալը, շրջանառությունների իրական ծավալը չի հայտարարագրվում, բարդ է նաև արդյունավետ վարչարություն իրականացնել այս ոլորտում, եւ մենք փաստացի ունենք հատուկենտ արտադրողներ կամ վերավաճառողներ, որոնք իրենց ներկայացնում են որպես ավելացված արժեքի հարկ վճարողներ։ Մենք այս փոփոխությամբ ակնկալում ենք, որ արտադրողների հիմնական մասը
կդառնան ավելացված արժեքի հարկ վճարողներ, որովհետև հասկանալիորեն նրանց ծավալներն այնպիսին են, որ հեշտությամբ տարվա մի քանի ամսվա գործունեության արդյունքներով գերազանցում են 115 միլիոն դրամի շեմը։ Շնորհակալություն։ Հա, իհարկե, բայց մյուս կողմից էլ բանը 10%-ը, մեկ 25%-ը երկու տարբեր բաներ են։ Զանցարանքը կա 15%, կա 14%, եւ երկրորդը տնտեսվարողները, որ ասում են մեր բանը, այսպես կոչված այդ մարժան ինչա 2%-ա, 3%-ա շատ դեպքերում, ախր այդ հարկը միշտ էլ վճարում է բաները, սպառողը, հույրանք չեն վճարում։ Իրանց գինը դնում են եւ սպառողը վճարում է։ Ավելի հեշտ լինելու համար եւ բաներից խուսափելու համար է ասում ես։ Շնորհակալություն։ Կրկին, պարոն Աղազյան, կիսում ենք մտահոգությունը, ինքներս ունեցել ենք նման մտահոգություն եւ նաեւ մեր շարժառիթը եղել այն, որ հարկային վարչարությունը որոշակիորեն պարզեցնենք, որովհետեւ վարչարությունը չպետք է այնքան բարդանա, որ դրա վրա շատ ռեսուրս ծախսվի ու արդյունավետություն մտնի։ Դրա համար որպես ուղենիշ այս փուլում առաջարկում ենք 10%-ը, որպեսզի նաեւ ողջևորենք այս ոլորտին ու սովորեցնենք այս նոր կանոններով աշխատել եւ մեր դիտարկումներով, եթե իրացման շրջանառության իրական ծավալները հայտարարվեն, դրանց 10%-ից հավաքագրող ավելացված արժեքի հարկը կլինի ավելի տպավորիչ թիվ, քան ներկայումս չհայտարարագրման հետևանքով հավաքագրվող ավելացված արժեքի հարկն է։ Շնորհակալություն։ Այլ հարցեր չկան, ելույթներ նույնպես չկան, պարոն Պողոսյան, ավելացնելու բան ունեք։ Ոչ, շնորհակալություն։ Շատ լավ։ Մենք ըստ էության տեսեք, կարող ենք անգամ 24 ժամանոց ռեժիմով ընդունել, բայց կարծում եմ, քանի որ ուժի մեջ մտնելու ժամկետը հուլիսի 1-ն է, մենք ավելորդ շտապողականություն չցուցաբերենք, իր հունով կգնա, ասում եմ, երևի ապրիլի վերջ մայիսի սկիզբ ամբողջությամբ ընդունված կլինի, ամեն հնարավորություն տակ կարող է այս ընթացքում ինչ-որ առաջարկներ լինեն կամ ինչ-որ գաղափարներ լինեն, այդ չզրկենք ինքներս մեզ նիստերի ընթացքում արտահերթ նիստ անելու այդ ծանրաբեռնվածությունից փորձենք խուսափել։ Ովքեր են կողմ, հարգելի գործընկերներ, այս նախագծին կողմ, դեմ ձեռնպատ չունենք, ովքեր են կողմ, որպեսզի նախագիծը ներառվի առաջիկա նիստերի օրակարգ։ Էլի միաձայն կողմ, հարակի ձեկուցող կլինի Հայկ Ծիրունյանը, շնորհակալություն։ Պարոն Պողոսյան, մեկ էլ նախագծին չի վերաբերում, բայց մի հատ հարցի մասն, քանի դուք եք այստեղ պետական եկամուտների կոմիտեի մեր գործընկերներն են այստեղ, մենք կարող ենք ասել, որ մենք Հայաստանում փաստացի ունենք հարկային ռեժիմ փոքր, գերփոքր բիզնեսի համար, որտեղ ըստ էության